մենք բնականաբար շատ ենք քննարկում աղքատության հաղթահարման խնդիրները։ Ես ուզում եմ ձեզ երկու բան պատմել։ Ես ինչ որ պատմում եմ, խնդրում եմ որևէ մեկը սա չընկալի որպես մեղադրանք կամ այսպես կամահրանք։ Ես ուզում եմ, որ մենք առերեսվենք մեր խնդիրներին։ Ես կարդում եմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զեկույցը, որտեղ ասվում է հետեւյալը, որ անապահովության համակարգում գտնվող ընտանիքներ, օրինակ, ընտանիքը ստանում է կարա ընդհանուր մինչև 100,000-ից 150, 200,000 դրամ աջակցություն ստանա։ Բայց սոցիալական աշխատող գնում է եւ զեկույց է գրում, որ ընտանիքի երեխաները գտնվում են ծայրահեղ սանիտարահիգիենիկ ծայրահեղ պայմաններում։ Երեխաները ապրում են ծայրահեղ սանիտարահիգիենիկ պայմաններում։ Մենք ընդունում ենք, որ այդ մեր տված գումարը չի կարող հերիքել հազար ներողություն ռոկոկո սերվիս ունենալու համար, այն սերվիսից, որը դնում ենք պահարանը եւ չենք օգտագործում։ Բայց հասկանում եք, ոչ մի հաշվարկ չկա, որ այդ գումարը, որը պետությունը տալիս է, բավարար չի բավարարին մոտիկ սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովել այն երեխաների համար, ովքեր բառից բուն իմաստով աղբի մեջ են ապրում մարդիկ։ Հասկանում եք, այս մարդկան ծայրահեղ աղքատությունը ուզում եք տանենք կրկնապատկենք, եռապատկենք, չի փոխվելու, մինչև մենք կրթությամբ չգնանք այդ ճանապարհին։